Արի, բայց մեր կարծիքը է սրա մասին հայտնի։ Թաթուլենց։ Հա։ Ես անկեղծ ասեմ, ամենատակրքիր է սա կարտահայտվի բանի վրա։ Դժվար։ Հարցումների վրա դե չէ։ Քեզ լսեմ փոխեն, հա։ Չէ, մեզ չէ, մեզ։ Փոխել են ում, հա։ Փոխել չէ, կարող ավելանա։ Ավելանա, դավայցի։ Օրինակ ես ժողովուրդ ջան, այս հարցմանը քվեարկել եմ ոչ։ Քվեարկել եմ ոչ, եւ ես այդ կարծիքն եմ կիսում, որ թաթուլ լսողներին ես չեմ քննադատում ու չեմ։ Տեսա հենց դու ասացիր քվեարկել ես ոչ, այոն դառավ 35%։ Հիմա 34%-ը, հա, 35%։ Ես անկեղծ եմ ասում, ես չեմ ընդունում թաթուլ լսողներին կամ թաթուլի համերգին մասնակցողներին քննադատությունը։ Մի բարձ պատճառով երկու բան կա իմ համար, որը որ շատ կարևոր է։ Նախ ամենաառաջինը զուտ քաղաքական տեսանկյունից այդ մարդիկ են, մեր հայրենակիցներն են, որոնք ունեն երաժշտական նմանատիպ ճաշակ։ Ես չունեմ այդ ճաշակը, անկեղծ եմ ասում, ես լսում եմ հիմնականում այս վերջին շրջանում հիմնականում լսում եմ ռեփ երաժշտություն, լավ է, վատա, էտա ժամանակին ամեն ասես մի պերիոդ կար, որ իմ ասաղ օրերը այդ ավտոյով գնալ գալու ողջ ընթացքը The Beatles-ներ, չգիտեմ, Freddie Mercury-ներ ու տենց ռոկային ավելի դասական ռոկային բաներ էին, որոնք որ ես լսում էի, սիրում էի, իդեպ Don't Stop Me Now երգը դնում էի ու այն որ տենց շատ հավեսով երթևեկում էի տարբեր տեղեր։ Այդ էի լսում։ Հիմա լսում եմ ռեփ, իդեպ հայկական ռեփել եմ լսում շատ, լսում եմ գիոպիկային շատ։ Էսա իմ ճաշակը սենց է ձևավորված։ Տեսակ ճաշակը։ Լավ է, վատ է, էտա։ Այտենց էդ եմ լսում։ Ու ես չեմ կարող պատկերացնել, ինչ որ մեկը պետք է իմ երաժշտական ճաշակի համար ինձ քննադատի ախպեր։ Առավել եւս համարի ապուշ, համարի նիկոլական։ Ախա դե ո՞նց կարող է այս բանը լինել։ Այսինքն թաթուլի համերգին գնացած իդեպ ես մի բան չեմ կարող հասկանամ։ Անկեղծ եմ ասում։ Մեր սելեբրիթիների մեջ, այսպես ասած, հա, փոփ երաժշտության մեջ կան մարդիկ, որոնք որ սաղ իրար ընկերեն։ Արա այդ մարդկանց մի ընկերների մի մասը գնում է թաթուլի համերգին, երգում է, պարում է, ուրախանում է, մյուս մասը սկսում է ճաշակի ու բանի վերաբերյալ խոսալ։ Արա տղերք ջան, ժողովուրդ ջան, մի հատ կոնկրետացեք։ Կամ ինչ ենք մենք առաջարկում փոփ մշակույթը զարգացած է։ Ինչ ենք մենք առաջարկում թաթուլին ալտերնատիվ։ Ես չեմ ուզում անուններ տամ։ Օրա սրտի բանալին թաթուլ։ Համալի, հա, ինքն է։ Ես ուրեմն քեզ ասեմ, իմ առաջին շոկերից մեկը, ուրեմն 90-ականների վերջ կհիշեք Top 10 of Rabis նախագիծ կար, որը ֆանտաստիկ նախագիծ է։ Այդտեղ Գրիգոր Աղախանյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Վարդան Զադոյանը իրանք վերցնում էին այդ Rabis ժանրի երգեր, դրանք խառնում էին ժամանակակից այդ ժամանակվա ամենահայտնի հիթերի հետ, չգիտեմ, Tupac-ի, Sting-ի, Will Smith-ի, ամենաթոփ երգերի, որոնք իդեպ մեծ մաս էին, ժամանակից ճիշտ էր հետաքրքիր, որ օրիգինալ երգերը շատ դեպքերում մարդիկ չգիտեին։ Այդ վստահեցնում եմ քեզ, օրինակ իրանք մի անգամ արել էին Tupac-ի Remember Me-ի հետ, իսկ Tupac-ի Remember Me-ին շատ քիչ մարդ գիտի, այսինքն են փոփ երգերը իհարկե շատ գիտեն, հա։ Հիթեմապը բաները կարող եմ հիմնականում գիտեին։ Remember Me-ին հաստատ չէին։ Remember Me-ին չգիտեին, ու դրա հետ խառնել էին ինչ որ մի երգ չեմ հիշի արդեն, որը։ Ես չեմ հիշում հիմնականում։ Are you still down, raise them։ Այդ մի խոսքով Are you still down, raise them up մի խոսքով։ Չգիտեին, հա։ Ու ուրեմն ես էլ հակառակը, ես զգալի մաս այդ երգերի գիտեի, բայց ես չգիտեի այս երգերը ախպեր։ Ուրեմն հիմա դուրս է գալիս Top 10 of Rabis-ով, հիշում եմ կասետով ախպերս բերել էր այդ սրտի բանալին, որը կհիշեք, ամենագժական գործերից է Top 10 of Rabis-ի, դու հիշում ես, լսել եմ, բայց ափսոս չեմ կարող, ուտակից չեմ կարող գտնել սրտիդ բանալին, քեզ սիրեմ, քեզ շոյեմ, ամուր սեղմեմ իմ կրծքին, բայց այս տեսակ էլի, օրա հիմա լսի, ու ես դե բարերը բան ինք շատ գժական է էլի լսվում, ու հենց կարծեմ այդտեղ էր այդ Tupac-ի այդ խառնածը։ Մի խոսքով, ու դրանից հետո ես գիտեմ այդ երգ ախպերս, չգիտեմ որ դրա ուրիշը կա։ Օրա մեկ էլ ինչ որ մարշրուտկայի մեջ եմ, օրա մեկ էլ նստում եմ այս մարշրուտկա, գնամ դասի, մեկ էլ բայց ափսոս։ Ասում եմ ես ինչ օր էս ով եկալ էս Աղախանյանի երգի մաման լացացրի, օրա ինչ է։ Ուտե իմանում եմ, որ օրիգինալ է ինի, արա, մարդիկ, այսինքն, նայեք, այս ինչի համար է շատ կարևոր, որտեղ բովանդակային առումով, այս բոլոր երգերը, օրինակ այդ սրտի բանալին, ես լուրջ եմ ասում, եթե մարդ կա չի լսել Top 10 of Rabis-ի
սրտի բանալին, մի հատ լսեք, սրտի բանալին գարուն է բացվել, էլի տես մի քանի գործ կարեն լայն օրերի ընկերներ, այդ Sting-ի հետ էին խառնել, մի խոսքով, ու երբ որ դու օրինակ այդ երկի բովանդակության Քանքանավոր ընկերը։ Հա, ես այդ երկերի բովանդակության հետ գլոբալ առումով խնդիր չունեմ, որովհետև ասենք ինչ վատ բան է երգում, ասում է սրտի բանալին ուզում է գտնի, չի կարողանում գտնի սրտի բանալին, ամուր սեղմել, լավ բաներ է երգում մի խոսքով, որ խորանում ես, բայց իհարկե ձևաչափի հետ ես ունեմ անհամաձայնություն, ինձ դուր չի գալիս։ Ունենա իր կլսեիր ընկեր։ Էդ եմ ասում։ Հիմա կներեք, ամերիկյան փոփ մշակույթը Մայքլ Ջեքսոնն է լցրել։ Հա, ամերիկյան փոփ մշակույթը զարգացել է, որովհետև Ամերիկայում ունեցել է ադբորի 300 տոլի 400 միլիոնից ադբորի հնարավորություն։ 3 միլիոնանոց երկիր։ Սաղ կյանքներս սրա նրա լծի տակ։ Աշուխ Ջիվանի երգերը մարդիկ երգում են ռաբիզով էլ նենցել։ Այ մարդ ջան, ինչի ինչ դա պատճառը այդ մարդկանց կնա։ Ես չեմ լսում, անկեղծ եմ ասում։ Չեմ լսում, ընկեր։ Վերջի լսածս ռաբիզ երգը Դոլյա Վարավսկայանն ա եղել հայտնի պատճառներով։ Այդ ուրիշ ես ռաբիզ երգ չեմ լսում, ախպեր մեկ-մեկ ձեռ առնելու համար տարբեր բաներ անում եմ, տենց ռաբիզներ դնում եմ, ասում եմ դե դավայց ես ենք լսում, եք սկսում են մարդիկ ընդես բանով, ձեռով, մերով, բանով անջատել, բայց ես իրավունք ունեմ ռաբիզ լսողին բան անել, տենց բանի ինտելեկտի գնահատական տամ։ Հատու ձեր ինտելեկտին նայեք, ով եք դուք ընդհանրապես արա։ Ինտելեկտից խոսում են մարդիկ, որոնց խոսալսը չի գալի։ Նայ, մի հատ ուրիշ հարց կա, նայ, ինտելեկտը գիտես, ես հասկանում եմ ինչի են։ Արա լիքը հանդիմադիր մարդիկ գնացել են այդ համերգին։ Հա, որ հանդիմադիրը պարտադիր է ինտելեկտուալ։ Չէ, ուզում եմ ասեմ, որ երբ որ դու դնում ես իրենց ասում ես Նիկոլական են, են ապե։ Դա մեծագույն սխալ է։ Նայ, ես իմ կարծիքը ասեմ մաքսիմալ, որպեսզի դիսկրիմինատիվ չլինի, բայց միևնույն ժամանակ ազնիվ լինեմ։ Ուրեմն, եթե մարդը լսում է այդ տեսակ երաժշտություն, կա որոշակի հավանականություն, որ ինքը ինտելեկտուալ չի գլոբալ առումով, այսինքն ավելի հավանական է, որովհետև այդ երաժշտությունը շատ ցածրային եթե ինքը մենակ է լսում, դա էլ է ասա։ Եթե դեռ սիրում է, դա ինքը պրիմիտիվ երաժշտություն, այսինքն եթե մենք վերցնենք 100 հոգիով որ լսում է ռաբիզ ու վերցնենք 100 հոգիով որ լսում է օրինակ ռոք, ես վստահ եմ, որ 100 հոգի ռաբիզ լսողների մեջ ինտելեկտուալները նվազ կլինեն։ Իհարկե սխալ է պնդելը, որ ցանկացած մեկը, որը լսում է այդ տեսակ երաժշտություն, ինքը զրկված է ինտելեկտից, բայց հավանականություն ինչի է տենց, որովհետև մարսելու տեսակետից ու այդ մեսիջները ընկալելու տեսակետից այս երաժշտությունը շատ ավելի պրիմիտիվ է։ Ստե բան չկա որ չես կարող հասկանալ, իսկ ինչը չհասկանաս։ Արի գնանք մի հատ ամերիկյան փոփ երաժշտություն, ու դու ցույց տուր մի հատ, որտեղ մարսելը դժվար է ավելի։ Չէ, դրա համար է։ Ասենք freedom-ը։ Չէ, նայ, պոպուլար երաժշտությունը, հենց հենց այնա պոպուլար, որ ինքը իր մեջ ինքը լայն մասաների համար է։ Հիմա այս թևն էլ ոնց որ այս մեր ռեգիոնալ թևի պոպուլար երաժշտությունը փաստացի ռաբիզն է։ Այո, բայց այդ ենք ասում։ Մեկալում ես մի հատ պրիմիտիվ բան, ինչա, սիրում ես մի հատ աղջկա, ինքը քեզ չի սիրում կամ ամուսնացած է կամ ՔՊ-ական է, դու դրա հետ ունես խնդրեմ, ասում ես, այ եթե դու չլիներ ՔՊ-ական, մենք հիմա իրար հետ սիրով կզբաղվեինք, բայց ես չեմ կարող զբաղվել սիրով մեկի հետ, ով որ ՔՊ-ական է։ Ոստի Նիկոլ քո տիրոջ մերը։ Ինչ որ սենց է այդ բանահյուսությունը այս հայ պոպ երաժշտության մոտավորապես սա է։ Քեզ Էտա բայց նույնը ամերիկյանն է։ Ինձ մեկ բան այն, Մայքլ Ջեքսոն, արա Մայքլ Ջեքսոնի երկած երգերի 90%-ը քարոզչական բնույթի։ Մայքլ Ջեքսոն լավ իմացի։ Էդի ով է երգում։ Էդի կարծեմ top 10-ով ռաբիզի մեջ չէր։ Չգիտեմ ախպերս, բայց ամենայն դեպս էլի ռաբիզը։ Այսինքն Ժորժ ջան, երբ որ այդ մարդիկ մեծ խոսում են, Արա օրինակ Ֆրեդի Մերկուրին ունի երգ Bohemian Rhapsody, որը վերջն է, որը խորություն ունի, գնա գալիս են, որտեղից գալիս է, ուրա մտնում, ուրա գնում։ Բայց ասենք ինքն էլ ունի Don't Stop Me Now երգը։ Որը լսող մարդը չի կարա չհասկանա։ Եթե իհարկե անգլերեն հասկանում է։ Ես մարդիկ գիտեմ, որոնք լսում են անգլերեն երգեր, բայց անգլերեն չեն հասկանում։ Չգիտեն ինչա նշանակում բառը։ Ես չէ, տակշում իրանք պրոստը սենց են անում։ Love you, բանս ինչ որ բան, հա բայց կներեք էլի Ժողովուրդ ջան։ Արա, թաթուլներ որ մի հատ անգլերեն երգուներ ես վերջերս է։ Հա։ Մի հատ անգլերեն ինչ էին երգում։ I love you։ Չէ, դա սպիտակցի հայկոն է, նույն բանի մեջ է, դեպ ասեմ։ Նորից եմ ասում, Ժողովուրդ ջան, ես չունեմ որևէ բացասական կարծիք այն մարդկանց մասին, ովքեր լսում են այդ երաժշտությունը։ Ավելին արտիստների հանդեպ էլ չունեմ բացասական վերաբերմունք, ոչ մի տիպի չունեմ, որտեվ գլոբալ առումով մեր փոփ մշակույթի 90%-ը նույն բանն է անում, նույն բանը։
նույն բանը։ Համալիր լցնող երաժիշտների մեծ մասը նույն բանն է անում։ Ու ես չեմ համարում տեղին ու համարում եմ խիստ անտեղին այդ մարդկանց մասին բացասական բան ասելը կամ 90% ես վստահ եմ կերազի որ իրանց հարսանիքներին կամ առիթներին Թաթուլը երգի։ Տես, Արմենը Ազարյան հետաքրքիր բան ասում, մենք էլ ենք իր մասի, իրականում սրա մասին։ Խոսում ասում տղեկ ջան, Ռաբիզի խնդրը տեքստը չի, այո, տեսար որ բովանդակությունը գլոբալ առումով տեքստ, որտեղ երբ դու իրան փաթեթավորում ես այլ երաժշտության մեջ, ոնց որ անում էին օրինակ Top 10-ով Ռաբիզի տղաները, ինքը դառնում է գժական երգեր։ Երաժշտություն հասկացողներին հրավիրեք։ Մի օր, ինչպես ասացի, Բեգոյան Վահի հետ այսօր ես արդեն խոսել եմ, շաբաթ օրը ինքը մեր հյուրերից մեկն անելու, որպեսզի այո, մյուս ասպեկտը, թե որքանով ասա թուրքական ազդեցության հետևանք, որը շատ հավանական է որ կա կամ պարսկական, որովհետև մենք երկար ժամանակ եղել ենք այդ երկրների մաս, այդ իմպերիաների, կայսրությունների, այդ կայսրության ազդեցությունը չէր կարա չլիներ եւ բնականաբար որոշակի այդ նույնիսկ ճաշակի առումով ու նաեւ այդ թուրքական սերիալները շատ պոպուլար են իդեպ մեր երկրում ու շատ Թուրքիան իրականում ունի շատ ուժեղ կինոարտադրություն, շատ ուժեղ։ Ուղղակի վատն է, որ այստեղ հասնում են այդ թուրքական էլի տենց փոփ սերիալները, այսպես ասած, այդ էլի կրկին կինոյով ինձ ավելի հեշտ է դատել, հա, կա կինո, որը բոլորի համար է, ինչ որ popcorn movie են ասում, այդ կինոներին, popcorn movie, ում դու չես կարող ասես ով որ popcorn movie է նայում, ինքը դեգեներատ։ Հա, կամ ինտելեկտուալ։ Կամ նիկոլական։ Ես լիքը մարդ գիտեմ, որոնք ուղղակի չեն ուզում գրուզիտ լինել կինոյով ու նայում են ինչ-որ թեթև ֆիլմ, որ ասում է բայվիկ կլինի կամ ինչ-որ ռոմկոմ կլինի, տենց ինչ-որ բան, որ չխորանան սյուժեի մեջ, ուղեղին ինչ-որ տենց հավելյալ ծանրաբեռնվածություն չմացան։ Իդեպ օրինակ այս վերջին սկանդալներից մեկը որ եղավ Սարիկ Անդրեասյանի ու Տարկովսկու կապակցությամբ, այդ մոտարապես նույն բանի մասն էր, այսինքն Սարիկ Անդրեասյանը, բայց այստեղ ուրիշ բան է, հա։ Եթե օրինակ Սարիկ Անդրեասյանը ինքը գլոբալ առումով ինքը կինոյում հենց Ռաբիզ տենց Ռաբիզի ներկայացուցիչը կինոյում, հա, որովհետև իր կինոները չեն պարունակում ինչ որ տենց խորը բովանդակություն եւ նկարահանվածի առումով էլ ինքը տենց մեծ տաղանդի բան չի, հա, օրինակ չի եւ ինքը գնացել էր ուղղատելություն էր տարածում փաստացի դասական համարվող Տարկովսկու հանդեպ, դա ոնց որ օրինակ, չգիտեմ, օրինակը բերեմ առանց տենց ուղղակի քանի որ այդենք խոսում, Թաթուլ օրինակ, գա ու ասի, ես օրինակ ատում եմ Մոցարտին։ Արա ատում եմ այդ Մոցարտին, չեք լսում դրան, ասենք, արա Մոցարտը պետք է կլկլսներ, որ ինքն էլ ասենք, ու պատկերացնում եք, ասենք, հարսանիքի տեղը մեկը այսքան վաղ հարսանիք եմ գնացել, մեկը Մոցարտ չի նվագում, ում է պետք Մոցարտը, բան։ Բայց դա ոնց Սարիկ Անդրեասյանն է, էլի ինչ որ ինքան մեր, այսինքն Թաթուլ ենք, դες բան չեն անում, ես ոնց ասում, իրանք վեկալ են իրանց նիշան, ասում են ախպեր, ով որ սիրում է մեր երաժշտությունները, սիրում է մեր երաժշտությունը, ով որ լսում է Sting թոլսի Sting, ով որ լսում է Eminem թոլսի Eminem, ով էլ Jennifer Lopez թո գնա $700 տա գնա